Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Այսօր երկրորդ չորեքշաբթի Պենտեկոստեի ետք գշարունակենք մեր մխիթարյանական ներկայացումները ընթերցումներու բաժնին հատկացված հայերեն լեզվով թիվ 53 դասախոսությունը միշտ նվիրված անգլիացի գրագետ Գրահեմ Գրինի Հովհաննես 20-րդ 9-րդի վերջին ծնունդը խորագիրը գրող գործին, որու արևմտահայերեն աշխարհապարի թարգմանությունը կատարել եմ։ Ներկայացնել է ետք հեղինակին Քիրքին Ջագադը, անցած էինք իմ գոմես շարադրված փոքրիկ ծոնին եւ ընդարձակ հարաճապանին ավելի լավ հասկանալու համար, թե հեղինակը, թե իր գործը եւ թե ալ գլխավորապես շարժարիտները որ զիս մղած էին այս քոհար աշխատանքին վեբին թարգմանության անցնելու հայերեն լեզվով։ Ուրեմն հասած էինք այն գետին, որ Հովհաննես 20-րդ 9-րդ փոխադրվելով իր քաղաքեն, երկրեն եւ սենյակեն անձնական օտոնավով զորավարին գժամաներ այդ նոր երգիրը եւ զինքը գտանեին գնգերակցեին մինչև հյուրանոց եւ գմտներ իր սենյակը որբեսի հանգստանար որբեսի հաջորդ օրը գարենար հանդիպիլ այս կարևոր հանդիպումը զորավարին հետ որ միացյալ եւ նոր աշխարհի ընդանուր համագարկող եւ պատասխանատուն էր եւ որ բոլոր այս մյուս անձնավորությունները գախում ունեին իր մե եւ հավատարիմ գերբով գործադրեին իր հրահանգները Ուրեմն ինքը երբ անգողինին վրա գերգնա ամիջապես կխորասուզվի եսինք եւ քունի գանցնի եւ գտեսնե երազմը որ երբ կարտնա ահավասիկ ուրեմն երազին նկարագրությունը որ մեզի գներգայացնե Գրահեմգրին Դեսակմա անհուն բահեստադեղի մեջ ելույթ մը ունեցել էր ամեն ինչ հստակ կտեսներ մի քանի դասնյակ անցելու հանրության ոչ ավելի Բադեմը գախված էր փայդյա անդամահատ խաչմը առանց մեկ թևի գերբարիմը ինչպես իր բայուսագի մեջ պահվածը չեր գրնար հիշել ինչ որ ասած էր որովհետև բարերը լեզվով մնային կամ դարբեր լեզուներով որ չեր գիտեր կամ չեր հաջողեր հիշել Քիչ-քիչ բահեստադեղին գործընծուց իր ընթարցակությունը մինչ